Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որը նվիրված է անչափահասների արտարադատության հարցերին։ Այս հարցերի շուրջ քննարկելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել իրավաբանական գիտությունների տեխնացու, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետ Դավիթ Թոմասյանին։ Բարև ձեզ, պարոն Թոմասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թոմասյան, մենք բազմիցս հնարավորություն ենք ունեցել ձեզ հետ անդրադառնալու երեխաների իրավունքներին, կցանկանայի այսօր խոսենք անչափահասների արտարադատության հետ կապված հարցերի մասին։ Մենք գիտենք, որ անչափահասների դեմ ուղղված եւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները բավականին այսպես զանգվածային տարածվածություն ունեն Հայաստանի Հանրապետությունում։ Կարող ենք սկսել պատճառներից, որոնք են այդ պատճառները, որոնք նպաստում են դրանց թվի աճին։ Շնորհակալություն հարցի համար։ Մինչ բուն թեմային անցնելը նշեմ, որ անչափահասների արտարադատությունը դա միայն օրենսդրությունը չէ, այլ դա նաև մոտեցումներն են, կարգավորումներն են, վերաբերմունքն է անչափահասի նկատմամբ, դա մի ամբողջականություն է, որը հնարավորություն է տալիս երեխայակենտրոն մոտեցումներ իրականացնելու, եւ հենց այդ երեխայակենտրոն մոտեցման պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ մենք պետք է ուսումնասիրենք հանցավորությունը ծնող պատճառներն ու պայմանները։ Մասնավորապես շատ ճիշտ նշվեց, որ այո, տարեցտարի մեր մոտ ավելանում են թե երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունները, թե անչափահասների կողմից կատարված հանցագործությունները, եւ դա պատահական չէ, ինչու որովհետեւ այն ամենը, ինչը երեխաները տեսնում են, նրանք շատ արագ սովորում են։ Երեխաների մոտ արկա է ոչ թե լսելով սովորելու, այլ տեսնելով սովորելու հատկություն, եւ եթե իրենք տեսնում են հեռուստացույցով, տարբեր ԶԼՄ-ներով, Facebook-ում, տարբեր սոցիալական ցանցերում նմանատիպ գործողություններ, որոնք որ իրենց մեջ պարունակում են հանցագործություն։ Իրանք կրկնական աղբյուրները այսօր ավելի շատ իհարկե քարոզում են, ցուցադրում են ավելի շատ բռնություն, ավելի շատ բացասական երևույթներ, քողարկված քարոզ, բայց միանշանակ քարոզ։ Երկրորդը նաև երեխաները ունենում են որոշակի դիսբալանս իրենց զարգացման եւ շրջակա միջավայրի միջև։ Ծնողները շատ հաճախ չեն բավարարում երեխայի պահանջմունքները, թե տեղեկատվական առումով, թե նյութակենցաղային առումով, ինչից ելնելով երեխաները սկսում են գտնել այլ ընտրանք։ Այսինքն, եթե երեխան չի ստանում պատշաճ տեղեկատվությունը, ինքը այդ տեղեկատվությունը փորձում է գտնել այլ աղբյուրներից։ Եթե ինքը չի ստանում, որ ծնողները շատ պետք է զրուցեն երեխաների հետ, ավելի այսպես երկխոսության մթնոլորտում։ Պարտադիր եւ կարևորվում է դա մանկահասակության տարիքից, որովհետեւ երբ որ փոքր երեխան երեկոյան տեսնում է, որ մաման կամ պապան եկել են տուն եւ ինքը ունի ցանկություն խոսալու եւ ինքը արագ 5 րոպեվա ընթացքում փորձում է ամբողջ օրվա տեղի ունեցածը պատմել, կամ ծնողը գնում է երեխային դպրոցից վերցնելու եւ երեխան այդ հանդիպման պահին ասում է այսօր դպրոցում եւ սկսում է արագ պատմել, թե ինչ է տեղի ունեցել, ծնողը պետք է շատ ուշադիր լսի, որովհետեւ ճիշտ է, կարող է երեխան ոչ մի կարևոր տեղեկատվություն այդ պահին չի հայտնում ծնողին, բայց ինքը կիսվում է իր առօրյայով։ Դա իր համար շատ կարևոր գործոն է եւ երեխան պետք է լինի լսված։ Եթե ինքը տեսնում է, որ ծնողը հետաքրքրված է իրենով, լսում է իրեն, ինքը միանշանակ այդ ավանդույթը շարունակելու է նաեւ դեռահասության տարիքում։ Իսկ եթե ինքը նկատի, որ ծնողը իրեն չի լսում, անտարբեր է, ինքը զբաղված է իր գործերով, իմիջիայլոց է լսում, ինքը երբեք չի կիսվելու ծնողի հետ, իսկ դա հենց ամենամեծ խնդիրն է, որի պարագայում, երբ որ դեռահաս տարիքում անչափահասը արդեն կատարում է հանցագործություն, ծնողները առաջին ասում են, որ իմ որդին կամ իմ դուստրը նման բան չէր կարող անել, որովհետև ինքը ինձ կպատմեր, որտեվ իր հիշողության մեջ դեռ մնացել այդ երեխան։ Նույն օրինակ նյութական պահանջմունքների հետ կապված։ Ծնողը պետք է կամ բացատրի երեխային, ինչու ինքը չունի այս կամ այն, ինչ որ գadget-ը կամ ինչ որ արժեքավոր առարկան, կամ ինքը գիտակցի, որ երեխան փորձելու է գտնել այլընտրանքային ճանապարհներ, որոնք կարող են լինել նաև հանցավոր այդ նույն առարկան ձեռք բերելու համար։ Եվ ցավոք սրտի գողությունները իրեն կազմում են հանցագործությունների մեծամասնությունը անչափահասների հանցավորության շրջանում, այսինքն կեսից ավելին դա հենց սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են։ Երկրորդ տեղում արդեն գալիս են կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք որ ուղեկցվում են բռնի տարբեր դրսևորումներով։ Իսկ ով է համարվում հանցան կատարած անչափահաս։ Մեր օրենսդրությունը հստակ նախատեսում է, որ քրեական պատասխանատվության ենթարկա են 16 տարին լրացած
ֆիզիկական մեղսունական զինք, բայց նաև նույն ձևով քրեական օրենսգիրքը նախատեսում է այն հոդվածները, որոնք պատասխանատվություն են առաջացնում 14 տարեկանից, այսինքն մի փոքր նվազեցված է եւ այդ հանցագործություններից են սպանությունները բոլոր, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, նույն ավազակությունը, բայց արդեն կողոպուտի եւ գողության դեպքում միայն ծանրացնող եւ առավել ծանրացնող հանգամանքներում է 14 տարեկանից եւ այդպես շարունակ։ Այսինքն անչափահաս հանցագործ մեր մոտ կարող է լինել 16, իսկ որոշ դեպքերում 14 տարեկանից մինչեւ 18 տարեկան անձը։ Եվ իրենք այդ հանցագործությունները որպես կանոն շատ հազվադեպ է, որ մենակով են կատարում։ Նրանք այդ հանցագործությունները մեծամասամբ իրականացնում են խմբի կազմում եւ ցավոք սրտի շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ այդ խմբի կազմում կան նաև չափահասներ եւ դրանով է պայմանավորված, որ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ շեշտում է, որ անհրաժեշտ է այս բոլոր վարույթներով ուսումնասիրել չափահասների ազդեցությունը անչափահասների նկատմամբ եւ այդ չափահասների ազդեցությամբ պայմանավորված նրանց գործողությունները։ Այսինքն կարող ենք ասել, որ այդ տարիքում ծնողները շատ ուշադիր պետք է լինեն տարբեր տեսակի ազդեցություններից զերծ պահելու երեխաներին, դա կլինի սկզբում համադասարանցին կամ բարձր դասարանցիները, որոնք կարող են պարզապես երեխաներին ներգրավել այդ հանցավոր գործունեության մեջ եւ տարբեր ազդեցությունները օգտագործել երեխաների կառավարման։ Միանշանակ ծնողը պետք է եւ զգոն եւ ուշադիր լինի եւ ոչ միայն մեր իրական կյանքում, այլ նաեւ on-line կյանքում միանշանակ։ Առցանց կյանքը ինքը նույն ձևով կյանք է, որովհետեւ տարբերություն այդ առումով չկա եւ այն ինչ կատարվում է մեր առօրյա կյանքում, կատարվում է նաեւ առցանց կյանքում, ինչից ելնելով կիբերհանցագործությունները իրեն գնալով ավելանում են։ Եվ մենք արդեն ունենք դեպքեր, երբ որ անչափահասները կատարում են կիբերհանցագործություններ, այսինքն այդ տիրույթում են կատարում որոշակի արգելված արարքներ։ Բանը նրանումն է, որ մենք միշտ պետք է հիշենք, որ եթե երեխան ինքը զբաղված է հեռախոսով, ապա պարտադիր չէ, որ ինքը այնտեղ միայն դրականը տեսնի, ինքը տեսնում է նաև բացասականը։ Եվ քանի որ նրանք դեռ վերջնական ձևավորված եւ զարգացած չեն, նրանց ուղեղը կարող է ընդամենը գովազդի հետևից գնալով ընկնի ինչ-որ մի ծուղակային վիճակի մեջ եւ անչափահասը կատարի այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն բացասական հետևանքների թե իրեն, թե նաեւ այլ անձանց համար։ Դրա համար, երբ որ երեխան հեռախոսով ինչ-որ օգտակար ծրագրերով է զբաղված կամ օգտակար տեղեկատվություն է որոնում, նայում, լսում, դա շատ կարևոր է, անհրաժեշտ է, որտեղ ինքը առանց այդ տեղեկատվության չի կարողանա գոյատևել մեր իրական կյանքում։ Բայց եթե դա արդեն բացասական է, մենք արդեն պետք է նայենք, թե դրանից հետո ինչպես է փոխվում այդ դեռահասի վարքագիծը, ինքը փոխում է իր առօրյան թե ոչ, օրինակ եթե երեխան միջ այդ միշտ գիրքեր կարդում, հիմա ինքը հրաժարվում է գիրք կարդալուց։ Ինքը ինչ որ խաղեր էր սիրում, հիմա այլևս այդ խաղերը նրան չեն հետաքրքրում։ Նա ուներ կոնկրետ օրվա գրաֆիկ, որով ինքը առաջնորդվում էր իր առօրյայում եւ ինքը սիրով էր դա անում, հիմա դա արդեն իր համար դարել է անցանկալի գրաֆիկ, անցանկալի ինչ որ ժամանակի կորուս եւ այլն։ Այո, շատ ուշադիր պետք է լինել, որովհետեւ այսօր այդ սահմանագիծը շատ դժվար է իրական կյանքի եւ վիրտուալ կյանքի եւ շատ հաճախ այդ վիրտուալ կյանքի ոգեշնչմամբ անչափահասները, դեռահասները գնում են այնպիսի հանցագործությունը, վերջերս մի ֆիլմ էի նայում, անչափահասը, որը անգլիական այսպես իրականությունում դարձել է շատ դիտվող ֆիլմ, որտեղ ուղղակիորեն տարբեր այսպես դրսևորումներ են, իրավապահ համակարգ, հոգեբանի աշխատանք, անչափահասների եւ ի վերջո ծնող երեխայի դպրոցի ազդեցությունը, այս բոլորը հավասարակշռելու համար մենք միգուցե փորձենք հասկանալ չգալ նման իրավիճակների, երբ որ երեխայի ու քո միջև մեծ անդունդ է առաջանում։ Ցավոք սրտի այդ անդունդը կամա թե ակամա կառաջանա, որովհետև դաստիարակությունը ընտանիքում եւ այն դաստիարակությունը, որը երեխան ստանում է դպրոցում, ինքը շատ տարբերվում է։ Ցավոք սրտի մենք ունենք շատ էական տարբերություն Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքի եւ մարզերի դպրոցների միջեւ, ինչու որովհետև անգամ աշակերտական զանգվածը ինքը ստիպում է ուսուցիչներին տարբեր մոտեցումներ դրսևորել եւ տարբեր վարքագիծ ձևավորել։ Ավելին ուսուցիչը պետք է պատրաստ լինի բոլոր մարտահրավերներին,
որոնք կարող են առաջանալ աշակերտի հետ աշխատանքի ընթացքում, այլ ոչ թե շարունակել կատարել այն, ինչին ինքը սովոր է կամ ինչը իր համար բնականon է։ Ինքը պետք է զուգահեռաբար զարգանա եւ պատրաստ լինի պատասխանել աշակերտի բոլոր հարցերին։ Բացի դրանից այո, այդ ֆիլմի պարագայում կան շատ հետաքրքիր առանձնահատկություններ, բայց դա այնպես չի, որ բարդ իրավիճակ է։ Եվ ավելին ասեմ, չկա որևիցե մի երկիր, որը չի առնչվում եւ չի առերեսվում նման խնդիրների հետ։ Ցավոք սրտի օրինակ մենք ունենք իհարկե ոչ սպանության, այլ ունենք սեռական հանցագործությունների դեպքեր, որոնք որ իրականացվել են աշակերտական միջավայրում, որի պարագայում հենց նման ազդեցություններ եղել։ Նույն ձևով ծնողը բացառում էր, որ իր երեխան որևիցե առնչություն կարող է ունենալ այդ հանցագործությանը, նույն ձևով տուժողը ինքը դրսևորում էր սադրիչ վարքագիծ եւ հանգեցնելով համադասարանցու որոշակի քայլերի մենք պետք է այստեղ հիշենք, որ ակսելերացիայի հասկացությունը գոյություն ունի եւ նույն դասարանում գտնվող անձինք պարտադիր չէ, որ նույն զարգացվածության մակարդակ ունենան, իհարկե, առավել եւս իհարկե սեռի տարբերությամբ, միջավայրով, ընտանիքով, սոցիալական առանձնահատկություններով եւ այդ ամեն ինչը շատ հաճախ պետք է նկատվի ուսուցիչների կողմից, որովհետեւ իրան գտնվում են այն միջավայրում, որտեղ պետք է լինի այդ վստահելի հարաբերություններ։ Ավելին կարող է ուսուցիչը չունենա այդ վստահելի հարաբերությունը կոնկրետ այդ տուժող կամ հետագայում մեղադրյալ աշակերտի հետ, բայց ունենա մեկ այլ աշակերտի հետ, որը այդ նույն խմբի մեջ մտնում է, որովհետև իրանք բոլորը հաստատ ունեն վայբերյան խմբեր, չգիտեմ, WhatsApp-ով են շփվում իրար հետ եւ իրենց շփումը այնտեղ ավելի անկեղծ է, քան իրական կյանքում, որովհետև իրենք վստահ են, որ այնտեղ ոչ մեկ իրենց չի տեսնում, իրենց չեն նկատում եւ իրենք կարող են անել այո այն ամենը, ինչ որ կցանկանան։ Իրենք ցույց են տալիս իրենց իրական եսը։ Տեսեք, ֆիլմից էլի գանք մեր խնդրին, որը որ ուղղ կապված է եւ Հայաստանում երբ մենք խոսում ենք արդարադատության մասին, մենք խոսում ենք այս պարագայում էլ անջապահների արդարադատության դեպքում որքանով է Հայաստանում մաչելի այդ արդարադատությունը դեռահասների համար։ Իրավական տեսանկյունից մենք որևիցե խոչընդոտ չունենք, այսինքն օրենսդրությունը չի արգելում ցանկացած տարիքի երեխային անգամ հաղորդում ներկայացնել, անգամ իրականացնել որոշակի գործողություններ դատավարության շրջանակներում, բայց գործնականում պատկերը մի փոքր այլ է, ինչու որովհետև կա տեղեկատվության խնդիր, երկրորդը կա նաև ծնողներից կախվածության խնդիր, որովհետև եթե երեխան ունի ծնողներ, ապա հետագայում վարույթի շրջանակներում այդ նույն ծնողներն են համարվելու որպես օրինական ներկայացուցիչներ։ Եվ եթե ծնողը իր երեխային վերաբերվում է որպես սեփականության, ինքը կարող է խոչընդոտ հանդիսանալ եւ թույլ չտալ, որպեսզի իր երեխայի մասնակցությամբ քննությունը իրականացվի արդյունավետ։ Նախ եւ առաջ մեր օրենսդրության տեսանկյունից պետք է հիշել հետեւյալը, որ երեխան պետք է արտահայտվի իրեն հասկանալի լեզվով, իսկ իրեն հասկանալի լեզուն ոչ միշտ է, որ մեր ոսկեղենիկ հայերենն է, եւ երեխան կարող է հակառակը ոսկեղենիկ հայերենով ներկայացված բարդ իրավաբանական տեքստերը բացարձակապես չհասկանա։ Եվ երբ որ օրինակ ամենապարզ տարբերակը իրավունքների պարզաբանումը, որը իրականացնում է յուրաքանչյուր քննիչ վարույթի ցանկացած մասնակցին, եւ եթե տուժող երեխային բացատրեն նրա իրավունքները այնպես ինչպես դա գրված է քրեական դատավարության օրենսգրքում, միանշանակ երեխան բառերի 90%-ը չի էլ հասկանալու։ Դրա համար ամեն մի տարիքային խումբ, իսկ տուժող կարող է լինել ցանկացած տարիքի երեխա, ամեն մի տարիքային խումբ պետք է ունենա իր համար հասկանալի տարբերակով պատրաստված բուկլետներ, տարբեր ինչ որ թեկուզ եւ նկարազարդված տարբեր հուշաթերթիկներ, որոնք որ կապահովեն երեխաների այդ մաչելիությունը։ Բացի դրանից շատ կարևոր է, որ երեխան իրեն զգա անվտանգ եւ ապահով։ Անկախ նրանից, թե ինքը ինչ դատավարական կարգավիճակ ունի, նրա կարգավիճակից ելնելով ինքը պետք է գա մի միջավայր, որտեղ ինքը հասկանում է, որ այլևս այդ հանցագործությունը կամ կոնկրետ հանցագործությանը նպաստող պայմաններն ու պատճառները այլևս իր վրա չեն ազդելու եւ ինքը փորձելու է ամեն ինչ անի այդ իրավիճակից դուրս գալու համար։
Իսկ ինչ քրեադատավարական կարգավիճակով է հանդես գալիս անչափահասը եւ ինչ առանձնահատկություններ կան։ Նայեք, ներկա դրությամբ ինքը ցանկացած դատավարական կարող է ձեռք բերել, այսինքն կարող են լինել եւ վկաներ, եւ տուժողներ, եւ մեղադրյալներ։ Իհարկե մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն 14-ից բարձր տարիքի անչափահասները, տուժողի կարգավիճակ կարող է լինել ցանկացած երեխայի մոտ, որովհետեւ մենք ունեցել ենք դեպքեր անգամ մի քանի ամսական երեխաներին պատճառված վնասվածքների մասին, այսինքն տվյալ դեպքում հենց այդ երեխան է տուժող ճանաչվում, իհարկե ինքը դատավարական տեսանկյունից չի կարողանալու իր իրավունքներն ու պարտականությունները կատարել, բայց դե ֆակտո տուժածը ինքն է հանդիսանում։ Իսկ վկա այն անչափահասներն են, ովքեր որ ունակ են տեղեկատվություն ներկայացնելու եւ մենք ունենք պրակտիկայում դեպքեր, երբ որ 3 տարեկան աղջիկ երեխան վկայի կարգավիճակով հարցաքննվել է, իհարկե այս պարագայում դրանք չէ, միանշանակ արժանահավատ էին, ուղղակի այստեղ տաքսիկան է փոխվում եւ այդ ամբողջ process-ը իրականացվել է հատուկ խաղային եղանակով, նկարչական եղանակով, երբ որ երեխան նկարում էր եւ զուգահեռ կարողանում էր պատմել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Նայեք, մենք այդ ընդհատելու համար կար հակասող ինֆորմացիա, թե ոչ։ Չէ, երեխան շատ խելացի, նայեք ինչու ես շեշտեցի հենց աղջիկ երեխա, որովհետեւ ինքը իր զարգացվածության մակարդակով ոչ միայն տարիքով 3 տարեկան լինելով, այլ նաև զարգացվածության մակարդակով կարողանում է ներկայացնել։ Իհարկե, այդ տարիքի երեխաների մոտ խոսքը շատ սակավ է, իրենք չունեն այն բառապաշարը, որով որ կարողանան շատ ճիշտ ներկայացնել իրականությունը, բայց իրենք նկարելով, իրենց միմիկայով, այո, իրենց էմոցիաները, հույզերը ցույց տալով, վերաբերմունքը արտահայտելով կարողացան ամեն ինչը ներկայացնել։ Բացի դրանից պետք է նշել, որ ցանկացած դատավարական գործողություն ներկայդրությամբ անչափահասի մասնակցությամբ որ կատարվում է, ինքը տեսաձայնագրվում է։ Մեր նոր քրեական դատավարության օրենսգիրքը ինքը հստակ նախատեսել է տեսաձայնագրության պարտադիր լինելը, եւ երբ որ անչափահասը գալիս է եւ պետք է օրինակ հարցաքննության կամ ինչ-որ այլ քննչական գործողության մասնակցի, շատ կարեւոր է նաեւ իրեն տեղեկացնել դրա մասին։ Նույն դատավարական կարգավիճակ ունեցող երեխաները դա որևէ ազդեցություն ունենում է երեխաների իմաստության բարելավման։ Եթե իրենց համար դա անորոշ է, իրենք կարող է վախենան, որովհետև երեխայի մոտ ասոցիատիվ հիշողության հետևանքով կարող է նույն տեսախցիկը ասոցիացվի ինչ-որ հեռուստաալիքի հետ, TikTok-ի հետ, չգիտեմ, տարբեր սոցցանցերի հետ եւ ինքը մտածի, որ եթե հիմա սա նկարում են, ուրեմն դա տարածվելու է, հրապարակվելու է, բոլորը նայելու են, այսինքն ոնց որ ինքը հեռախոսը թերթերով նայում այդ TikTok-յան ինչ-որ կարճ նյութեր եւ ծիծաղում ական զվարճանում է։ Իհարկե, դրա համար միշտ պետք է զգուշացնել եւ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելով մենք կարող ենք երեխային նախապատրաստել այդ հարցաքննությանը, օրինակ ասելով, որ այս տեսանյութը չի տարածվելու, ինքը հեռուստացույցով չի ցուցադրվելու, սա միայն վարույթի համար է, այդ գործը նայելու են այս անձինք, օրինակ դու արդեն ծանոթացել ես ենթադրենք հոկեբանի հետ, դա կարող է նայել հոկեբանը, հետո մենք սա կուղարկենք եւ դատավորն է նայելու, այսինքն ամեն մի տարիքային խմբի համար պետք է այո իրեն հասկանալի տարբերակը ներկայացվի։ Շատ բարի, ես հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք անչափահասների արդարադատության մասին եւ այդ հարցերի շուրջ քննարկելու նպատակով մեր տաղավարին հրավիրել իրավաբանական գիտությունների թեկնածու երեխա իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետ Դավիթ Թումասյանին։ Իդեպ պարոն Թումասյան, դուք ոլորտի հետ կապված, բացի նրանից, որ փորձագետներից եք, հետազոտողներից եք, դուք վերջերս ունեք հրապարակումներ։ Առնչություն ունեն թեմայի հետ կապված, թե ոչ։ Այո։ Որտեղ կարող են ծանոթանալ ցանկացողները։ Նայեք, կան հատուկ հենց կոնկրետ երեխաների հանցավորության հետ կապված, երեխաների դեմ նկատմամբ հանցագործությունների կամ այլ հանցագործությունների մասով եւ կա ընդհանուր քրեական իրավունքի երհատորակ, որը որ առաջինն է Հայաստանի Հանրապետությունում, նման փորձ երբեք անկախ Հայաստանի պայմաններում դա չի եղել, այո, դա վերջերս հրապարակեցին եւ ինքը օրինակ գրախանութներում վաճառվում է։ Ամենուրեք կարող են։ Շատ բարի։ Շարունակելով մեր զրույցը, պարոն Թոմասյան, մենք խոսեցինք հոկեբանների, ներկայության մասին, երեխաների իմացության անհրաժեշտության մասին, այլ մենք գիտենք, որ քրեադատավարական օրենսգրքով վերջիններից մասնակցությունը պարտադիր է դարձել եւ ընդհանրապես եթե անդրադառնանք անչափահասների արձակրնությանը, ինչ առանձնահատկություններ կան, որոնք որ պետք է հատուկ ուշադրություն դարձվեն։
արժանանշադրություն։ Եթե արդեն երեխան ունի որոշակի կարգավիճակ դատավարական եւ պետք է հարցաքննվի, ապա նրա օրինական ներկայացուցիչը, ծնողը կամ նրան փոխարինող անձին, կամ եթե երեխան գտնվում է որևիցե հաստատությունում, ապա հաստատության ներկայացուցիչը նույնպես պետք է մասնակցեն։ Եվ ցանկալի է, որ նրանք կարողանան երեխային բացատրել, թե ինչ է տեղի ունենալու։ Նախ եւ առաջ երեխային պետք է զգուշացնել, որ ցանկացած հարցաքննություն 2 ժամից ավել տևել չի կարող։ Եվ մեկ օրվա ընթացքում այդ հարցաքննությունների թիվը չի կարող 3-ից ավել լինել, որտեղ մեկ օրվա կտրվածքով 6 ժամը դա առավելագույն տևողությունն է, որին անչափահասը կարող է մասնակցել հարցաքննվելով, ընդ որում դա կապ չունի տուժող է, վկա է թե մեղադրյալ։ Անկախ կարգավիճակ։ Բացի դրանից, այո, հոգեբանը պարտադիր պետք է մասնակցի, բայց հոգեբանը պետք է գիտակցի եւ երեխան նույնպես, որ այդ մասնակցությունը չպետք է լինի ձևական։ Ինչու մեր հանրապետությունը հրաժարվեց մանկավարժների մասնակցությունից, որտեղ նախկին քրեական դատավարության օրենսգիրքը ինքը նախատեսում էր, որ մանկավարժ պետք է լիներ։ Մանկավարժները շատ դեպքերում ձևական մասնակցություն էին ունենում, բովանդակային որևիցե աջակցություն երեխային չէին տալիս, իսկ երբեմն հակառակը սկսում էին դաստիարակել եւ որոշակի նաեւ այսպես ասած բացասական ազդեցություններ թողնել երեխայի վրա։ Օրինակ ուղիղ նստի, մեջ կտպին պահի, այստեղ պետքա չէ, այլ պետք է, սկսում էին ուղումներ անել, եւ սա միանշանակ չէր բխում թե հարցաքննության նպատակից, թե նաեւ արդարադատության շահերից։ Ներկա դրությամբ կան նաև ոչ միայն օրենսդրական, այլ նաև մեթոդաբանական որոշակի առանձնահատկություններ, օրինակ միշտ խորհուրդ է տրվում, որ մինչև 7-8 տարեկան երեխաներին կես ժամ 40 րոպեից ավել չհարցաքննել։ Ինչու, որովհետև երեխաները ունեն կենտրոնանալու, նաև լարվածությունից շատ արագ դուրս գալու անհրաժեշտություն։ Իսկ այդ պարագայում երեխաների հետ նման զրույցը ինքը խիստ բացաբար է անդրադառնում։ Բացի դրանից, օրինակ, եթե փոքր տարիքի երեխաների մասին է խոսքը գնում, իրենց պետք չէ տալ ինչույով սկսվող հարցեր, պետք չի կիրառել գրավորական սեռ, պետք չէ այդ երեխաներին տալ ժխտական հարցադրումներ կամ կրկնակի ժխտումներ։ Միշտ երեխաներին պետք է տալ հնարավորություն, որ իրենք ավելի շատ բաց հարցերի պատասխանեն, կարողանան ազատ խոսալ։ Եթե մենք արդեն խոսում ենք ավելի բարձր տարիքի երեխաների մասին, առավել եւս եթե խոսում ենք իրավախախտների մասին, տվյալ պարագայում մենք արդեն մեթոդաբանությունը նույնպես պետք է փոխենք եւ գիտակցելով նրանց հասունության մակարդակը ավելի, այսպես ասած, լուրջ հարցեր տալ, այլ ոչ թե մանկական հարցեր տալ։ Եվ այդ լրջությունով մենք պետք է ցույց տանք, որ ընդունում ենք իրան հավասարը հավասարի պես զարգացման տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ ինքը պետք է սուբորդինացիան գիտակցի եւ հասկանա, որ գործ ունի ոստիկանի, քննիչի, դատավորի, դատախազի կամ մեկ այլ պաշտոնատար անձի հետ կամ ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող անձի հետ։ Իսկ ինչ պատիժներ են նշանակվում անչափահասների նկատմամբ։ Պատիժների համակարգը մեր մոտ նույնպես ենթարկվել է փոփոխությունների եւ 2022 թվականից մենք արդեն ունենք անչափահասների համար նախատեսված պատիժների համակարգ 6 պատժից։ Դա տուգանքն է, հանրային աշխատանքն է, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն է, համապատասխանաբար արդեն ազատազրկման հետ կապված կարճաժամկետ եւ ուղղակի ազատազրկումն է եւ ունենք նաեւ ազատության սահմանափակում, որը այսպես ասած միջանկյալ դեր է կատարում թե ազատազրկման, թե մյուս պատիժների միջև։ Իհարկե այս 6 պատիժների նշանակման պրակտիկան շատ տարբեր է, որովհետև կան բավականին շատ սահմանափակումներ, թե որ դեպքում օրինակ որ պատիժը չի կարող կիրառվել կամ նշանակվել, օրինակ եթե տուգանքի մասին է խոսքը գնում, ապա այն կարող է անչափահասի նշանակվել միայն այն դեպքում, եթե ինքը ունի ինքնուրույն վաստակ կամ ունի գույք, որից հնարավոր կլինի բռնագանձել այդ նույն տուգանքի չափը։ Բայց ցավոք սրտի չափահասների պարագայում անգամ շատերը չունեն նման գույք, ինչ մնաց անչափահասները ունենան եւ առավել եւս եթե գումարվում է, որ ինքը դատապարտվում է նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների
համար, այսինքն հափշտակել է ինչ-որ մի գույք, որովհետև չուներ այդ գույքը։ Տրամաբանական է մի փոքր այս պատիժը դառնում է ոչ իրատեսական։ Երկրորդը, երբ որ մենք քննարկման առարկա ենք դարձնում օրինակ ազատազրկումը, ապա ինքը միշտ պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց եւ երբեք չկիրառվի անչափահասների նկատմամբ։ Միջազգայինորեն արգելված է, որպեսզի անչափահասների նկատմամբ կիրառվի մահապատիժը, ցմահ ազատազրկումը, ինչը մեր օրենսդրությամբ նախատեսված եւ կիրառվում է, եւ նաեւ այստեղ պետք է հիշել, որ պատիժների պարագայում միշտ առհասարակ պատժիչ համակարգը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց անչափահասի նկատմամբ եւ մենք պետք է նպատակ հետապնդենք ավելի շուտ առողջացնել, վերասոցիալականացնել իրեն, այլ ոչ թե պատժել։ Անչափահասների արդարադատության ոլորտում ինչպես ցանկացած, արդարադատության, այսպես ասած, տեսակ իրականացման պարագայում կան խնդիրներ։ Կարող եք ասել օրինակ ազատազրկման վայրերում անչափահասների իրավունքների պաշտպանությունը որոշակի խնդրահարույց կողմեր ունի, ինչքանով է արդյունավետ ընդհանրապես։ Ցավոք սրտի ազատազրկումը ինքը ամենատարածված, բայց ցավոք սրտի ոչ արդյունավետ պատժատեսակներից է եւ երբ որ դեռ խորհրդային տարիների ժամանակ հետագայում հետխորհրդային տարիներին ուսումնասիրում էին ուղման արդյունավետությունը դատապարտյալների, ցավոք սրտի ինքը 10-15% չէր գերազանցում անչափահասների մասով, առավել եւս եթե անչափահասը իր պատիժը կրելու ընթացքում ինչ որ մի պահին դառնում էր 18 տարեկան եւ տեղափոխվում էր չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ինքը ավելի շատ բացասականն էր սովորում եւ իր հետագա կյանքը դառնում էր արդեն կապված այդ ենթամշակույթի քրեակատարողական համակարգի հետ, ինչը միանշանակ ցանկալի չէր։ Դրա համար ամբողջ աշխարհում բոլոր երկրները արդեն վաղուց անցում են իրականացրել դեպի վերականգնողական արդարադատություն, որտեղ որ առաջարկում են այլ ընտրանքներ պատիժներին, գտնում են այն խնդիրներն ու պատճառները, որոնք որ դրդել են անչափահասին կատարել այդ հանցագործությունը եւ դրանից հետո փորձում են այդ պայմանները փոխել։ Իսկ կարող ենք ասել, որ անչափահաս մեղադրյալի կամ անչափահաս դատապարտյալի վրա այդ պատժից հրաժարվելը, պատժից վերականգնողական քաղաքականության անցումը էապես փոխել է նրա մտածողությունը, կյանքի առողջ վերադառնալու այդ շանսերը եւ ի վերջո չի էլ կտրվում հիմնական իր առօրյայից, միջավայրից, կարող ենք ասել, որ որոշակի միջամտություն կա եւ այս դեպքում ինքը մնում է նույն անձը, թե այնուամենայնիվ մարտահրավերներով լի է։ Նայեք, դա կախված է նրանից, թե ոնց դա կներկայացվի անչափահասին եւ ինքը ինչպես կգիտակցի։ Մենք լավագույն օրինակը ունենք մեր հարևան Վրաստանում, որտեղ որ diversion, այդ հրաժարումը գոյություն ունեցող պրակտիկաներից մեկն է, որի պայմաններում ինչ է տեղի ունենում։ Նախ եւ առաջ, եթե անչափահասը առաջին անգամ է կատարել հանցագործություն եւ դա ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն է, պարտադիր առաջինը իր հետ խոսում է սոցիալական աշխատողը եւ հոգեբանը։ Իրենք որոշում են այդ երեխայի վիճակը, հասկանում են նրա հակումները, նրա նախասիրությունները եւ եթե ինքը դեռ չունի արդեն կայուն հատկանիշներ, որոնք որ շատ վտանգավոր կարող են լինել, իրենք առաջարկում են այլ ընտրանք։ Եվ նրանք միշտ ասում են, գիտես ինչ կա, մենք հիմա այս այլընտրանքը ասում ենք, որպեսզի դու չդատապարտվես։ Հակառակ դեպքում, եթե դու ցանկացած պահին հրաժարվես, չանես, մասնակի մնա, արդյունքի չհասնենք, այդ դատապարտումը լինելու է եւ լինելու է։ Եթե դու երկրորդ անգամ կատարես նմանատիպ արարք, միանշանակ դու դատապարտվելու ես եւ այս արարքի համար եւ այն արարքի համար։ Այսինքն ներկայացնում են այնպես, որպեսզի անչափահաս ունենա ընտրելու հնարավորություն եւ իրան ներկայացնում են դա այնպես, որպեսզի նաև ընտրության ուղղվածությունը լինի կանխատեսելի, որպեսզի հասկանան, թե ինքը ինչպես կարող է այդ պահին արձագանքել եւ ինչ մոտեցում տալ։ Ավելին այդ այլընտրանքային մոտեցումից հետո անչափահասի մոտ սկսում են ազդել նրա ինքնագնահատականը բարձրացնելու, նրա արժեհամակարգը փոխելու եւ նրան որոշ, այսպես ասած, թույլ կետերի միջոցով ճիշտ ուղու վրա կանգնացնելու նպատակով։ Կարող եմ անգամ բերեմ տարբեր օրինակներ, օրինակ անչափահասին, որը ունի ծնողների կամ ընտանիքի մեծ անդամների շփման կարոտ, կարող են ուղարկել օրինակ ծերանոցներում սնունդ բաժանելու։
Եվ ավելին ինքը ոչ միայն մեխանիկորեն սնունդ բաժանողը, այլ նաև մի քանի ժամ պետք է անցկացնի այդ տարեցանձանց հետ, իսկ դա միանշանակ դրական շփում է թե երեխաների, իհարկե, թե նաև այդ տարեց մարդկանց հետ։ Ավելին ինքը սկսում է զգալ, որ ինքը պիտանի է, օգտակար է եւ իր վարքագիծը էապես փոխվում է։ Եվ վերջին հարցը կարճ, որովհետև մեր հաղորդման ժամանակահատվածը հատկացված սպառվեց, անչափահասների արդարադատության զարգացումը ինչ միտումներ ունի Հայաստանի Հանրապետությունում։ Միանշանակ մենք ունեցանք անցում պատժիչ քաղաքականությունից դեպի վերականգնողական քաղաքականություն, դա հանգեցրել է նրան, որ դատարանները սկսել են շատ հազվադեպ կիրառել ազատազրկում պատժատեսակը, հիմնականում նշանակում են կամ այլընտրանքային պատիժներ, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվում առհասարակ։ Այստեղ շատ կարևորվում է, որպեսզի ուժեղանա պրոբացիայի ծառայությունը, որը որ զբաղվում է այդ փորձաշրջանում գտնվող շահառուների հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելով, այդտեղ էլ ունենք փոփոխություններ, որովհետև եթե նախկինում պրոբացիայի ծառայությունում մենք մեծամասամբ ունեինք իրավաբաններ, հիմա բավականին շատ են եւ հոգեբաններ, եւ սոցիալական աշխատողներ, եւ կոնկրետ վերականգնողական արդարադատության տարերը իրականացվում են մասնագետների կողմից։ Նրանք պարտադիր ուղղորդում են անչափահասին, անչափահասների մասով կատարվում են լրացուցիչ գործողություններ։ Նույնը ունենք փոփոխություններ նաեւ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որը որ երեխաների տեսանկյունից դարել է ոչ այդքան բացասական ազդեցություն ունեցող, որը կար նախկինում, իսկ դա միանշանակ շատ կարևոր է եւ դրական, ավելին կրթությունը արդարադատության նախարարության կողմից կազմակերպվում է հենց այդ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, երեխաները կարողանում են միջնակարգ կրթություն ստանալ, ատեստատ են ստանում, որը միանշանակ չի գրվում, որ ինքը եղել է դատապարտյալի կարգավիճակով, ինչը նույնպես շատ կարևոր է, եւ բավականին շատ այլ դրական միտումներ։ Կան նաեւ որոշակի քայլեր, որոնք որ տեսլական են եւ ուսումնասիրություններ է կատարվում արդարադատության նախարարության կողմից, թե միջազգային կառույցների հետ, օրինակ UNICEF-ի հետ համատեղ, թե ինչպես կարելի է անչափահասների արդարադատությունը դարձնել ավելի արդյունավետ, ինչպիսի այլընտրանքային տարբերակներ կարելի է ստեղծել Հայաստանում, որպեսզի երեխաների պաշտպանվածությունը լինի ավելի բարձր մակարդակի վրա։ Շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր զրույցի համար։ Մենք դեռևս առիթներ կունենանք խոսելու նաև այն թեմաների մասին, ինչպես կանխարգելել, որ անչափահասների արդարադատության իրականացման հետ կապված խնդիրներ չառաջանան, բայց այնուամենայնիվ այն քայլերը, միջոցառումները, որ երկրում այսօր կատարվում են, կարող ենք ասել, որ էապես փոխում են իրավիճակը։ Ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր մենք ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում զրուցում ենք անչափահասների արդարադատության մասին իրավաբանական գիտությունների թեկնածու, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետ Դավիթ Թոմասյանի հետ։ Շնորհակալություն։ Ձեզ հետ էր Նարինե Սոլոմոնյանը։ Հաջողություն։